Հիմա արգելված նյութերի ապօրինի շրջանառության բացահայտումների մասին։ 7,5 կիլոգրամ մարիխուանա, 88 կիլոգրամ հաշիշ, 15 կիլոգրամ մետամֆետամին, հոգեմետ դեղեր, թմրադեղեր։ Սա մաքսանենգության դեմ պայքարի վարչության 2025 թվականի առաջին 9 ամսվա հայտնաբերածի կարճ վիճակագրությունն է։ Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները հսկողություն են իրականացնում Հայաստանի օդային ու ցամաքային անցակետերում, մաքսային հսկողության գոտիներում։ Զարտուղի ճանապարհներով չթույլատրված իրեր, նյութեր ներկրողներին արագ հայտնաբերելու համար մաքսային ծառայողներն անընդհատ անցնում են վերապատրաստման ծրագրեր։ Նրանց այդ հարցում օգնում են հատուկ վարժեցված շները, որոնք ի դեպ կարողանում են զանազան թաքստոցներից ծխախոտային արտադրատեսակներ ու թղթադրամներ հայտնաբերել։ Տեղում Ձեռքի մեկ շարժումով աշխատանքը սկսելու հրահանգը տրված է Մարիամ Չագդուետը 1,5 ամսվա համատեղ գործակցությունից հետո առաջադրված խնդիրը չթույլատրված իրեր, նյութեր գտնելը արդեն կարողանում են լուծել։ Հոպրիմ տղեն, սուպեր։ Ինքն հարմարվել է ինձ, ես հարմարվել եմ իրան, փորձել ենք իրար հասկանալ։ Թաթերի միջոցով ինքը ցույց է տալիս, որ այդտեղ ինչ-որ մի բան կա։ Մարիամը կես տարի առաջ որոշեց իրավագիտության ոլորտից անցնել մաքսային ծառայության առաջիններից էր, որ հաջողությամբ անցավ Պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի նոր դասընթացն ու հիմա սկսել է աշխատանքը նախ 6 ամսյա փորձաշրջանով։ Դասընթացները տևել են 2 շաբաթ, շատ արդյունավետ կերպով, որից հետո մենք քննություն ենք հանձնել, ստացել ենք սերտիֆիկատ ու դրանից հետո մեր նշանակումները տեղի են ունեցել։ Ուսումնական առաջին շրջափուլը հաղթահարել է 14 մասնագետ, 13-ն արդեն անցել են աշխատանքի, մի մասը մշտական ծառայության մեջ են ագարակում, մյուսները Երևանի մաքսային հսկողության գոտիներում։ Շնագիտական կենտրոնը հիմա նաև զարգացած հոտարական համակարգով ու հատուկ վարժանքներ անցած 26 չորքոտանի ունի, պատրաստ գտնելու մաքսանենգ չթույլատրվող իրեր։ Կենտրոնում հիմնականում աշխատում էին մալինոա ցեղատեսակի շներ, այս պահին ունենք լաբրադորներ, ունենք կոկեր սպանիել, գերմանական հովաշուն, մենք աշխատում ենք նաև իրավապահ այլ ստորաբաժանումների հետ Հայաստանի Հանրապետության եւ թմրանյութի մասով խուզարկություններին ենք մասնակցում։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն այդ թվում վարժեցված շների օգնությամբ այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում կարողացել են հայտնաբերել մոտ 7,5 կիլոգրամ մարիխուանա, 88 կիլոգրամ հաշիշ, 15 կիլոգրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցներ, նաև կոկային, հոգեմետ, հոգեներգործող դեղեր։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները անկախ ստորաբաժանումից, այսինքն թե շնագիտական բաժնի, թե վերլուծական, թե մյուս աշխատակիցները պարբերաբար թե Հայաստանում եւ թե արտերկրում անցնում են վերապատրաստումներ, ծանոթանում են նոր տեխնոլոգիաներին, մեթոդներին, մաքսանենգների կողմից նոր զարտուղի ճանապարհների օգտագործմանը, նոր թաքցման միջոցներին, որոնք որ հետագայում արդեն կիրառվում են առօրյա աշխատանքում։ Շնագիտական կենտրոնում հիմա բացի թմրանյութերի հայտնաբերումից հմտանում են նաև տարբեր հավանական ու անհավանական թաքստոցներից ծխախոտային արտադրատեսակներ, թղթադրամներ գտնելու, բացահայտելու ուղղությամբ։